Երկու դպրոցի, մեկ մանկապարտեզի հողատարածքների հանցավոր ճանապարհով օրինականացում։ Դատախազությունը պատրաստվում է պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին քրեական օրենսգրքի 3 հոդվածով մեղադրանք ներկայացնել։ Փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու եւ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաեւ շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ առանձին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու համար։ Թե ինչ չափի փողերի լվացման մասին է խոսքը գլխավոր դատախազի միջնորդագրում նշված չէ։ Գործն առնչվում է Տարոն Մարգարյանի քաղաքապետ աշխատած տարիներին։ Ըստ 59 թերթից բաղկացած միջնորդագրի հանցավոր ճանապարհով օրինականացվել է թիվ 185 հանրակրթական դպրոցի ավելի քան 1939 քառակուսի մետր, Երևանի թիվ 16 հատուկ դպրոցից մոտ 3570 քառակուսի մետր մակերեսով հողատարածքներն ու Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական դպրոցից 863 ու 34 քառակուսի մետր մակերեսով եւ 575 քառակուսի մետր մակերեսով հողատարածքներ։ Ըստ միջնորդագրի Մարգարյանը մտերիմ լինելով պետգույքի կառավարման վարչության այն ժամանակվա պետ Արման Սահակյանի հետ նպատակ է ունեցել թիվ 185 հանրակրթական դպրոցից անհատույց օգտագործման իրավունքով հանձնված եւ վարչության ամրացված 15523 քառակուսի մետր մակերեսով հողատարածքից հանցավոր ճանապարհով առանձնացնել ավելի քան 1939 քառակուսի մետր մակերեսով հողատարածքը, ապա այն օտարել Արման Սահակյանի հետ փոխկապակցված անձանց, ինչն էլ արվել է։ Ընդ որում ձևական աճուրդով հողամասը բաժանվել է 3 մասի։ Երեքն էլ ըստ քրեական գործի Տարոն Մարգարյանն օտարել է իր եւ Արման Սահակյանի մերձավորներին։ Միջնորդագրում արձանագրվել է, որ մինչև Բեկնազարյան փողոցից դեպի դպրոց տանող հողատարածքի օտարումը դպրոցի տարածք էին մտնում միայն դպրոցը սպասարկող ավտոմեքենաները։ Կար նաեւ դպրոց տանող ճանապարհը փակող մետաղական ցածր դարպաս։ Իսկ ներկայում դպրոցին կից բնակելի տները սպասարկող ավտոճանապարհը փաստացի դպրոցի բակի հատվածն է, որն անթույլատրելի եւ վտանգավոր է երեխաների համար։ Մյուս դրվագով ըստ միջնորդագրի Մարգարյանը նպատակ է ունեցել Աճառյան 40 հասցեի թիվ 16 հատուկ դպրոցի 13172 մակերեսով հողատարածքից իր մերձավորների համար հանցավոր ճանապարհով ձեռք բերել եւ օրինականացնել հողատարածքներ, ինչն էլ անխոչնդոտ արել է։ Այս տարածքը նույնպես ձևական աճուրդների միջոցով օտարվել է падգամավորի մերձավորներին։ Երրորդ դրվագը վերաբերում է թիվ 64 նախադպրոցական ուսումնական դպրոցից 863 ու 34 քառակուսի մետր մակերեսով եւ 575 քառակուսի մետր մակերեսով հողատարածքները հանցավոր ճանապարհով օրինականացնելուն։ Այն ըստ միջնորդագրի նախկին քաղաքապետը եւս ձեռք է բերել իր մերձավորների համար։ Ըստ քրեական գործի նյութերի հողակը զրկվել է 863 ու 34 եւ 575 քառակուսի մետր մակերեսով հողատարածքներն ուսումնական նպատակով օգտագործելու եւ տիրապետելու հնարավորությունից։ Ըստ գլխավոր դատախազի միջնորդագրի Տարոն Մարգարյանի առերևույթ հանցավոր արարքները կատարելու հանգամանքը հաստատվել է քրեական վարույթով ձեռք բերված մի շարք փաստական տվյալներով։ Падգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին գլխավոր դատախազի միջնորդագիրը կքննարկվի ազգային ժողովի մարտի 25-ի նիստում։ Տաթև Խաչատրյան, լուրեր։